George. I think he does not know what link done. Where is it? Nach heute schule. George, was ik het echt aan jullie Այսօր Կայական պաշտը Գող թեմա ազատ է։ Մենք տեսնենք, մինչև այնքան է նորմալ չէր, քարոզարշավի ընթացքում,
Հիմա տեսնենք թե այսօր Հա ոչ չի։ ինչ վիճակ կլինի, հուսանք որ ամեն ինչ նորմալ կլինի, նորմալ կանցնի։ Արտադրություն եթե լինի ձեր եւ Վարդան Ղուկասյանի թիմակիցների միջեւ։ Դե Եվ մինչև Վարդան Ղուկասյանը ձեզ արձագանքել էր, ասում էր իրեն հանգիստ թողեք, մեղքի։ Օրինակով է ձեզ արձագանքել։ Ուրեմն մինչև այս բոլոր թե լրատվամիջոցները, թե քաղաքական ուժերը կանխատեսում էին, որ Գյումրիում պիտի լարվածություն լինի, պիտի թշնամական հարաբերություններ լինի, տեսակ որ ամենայն դեպս ընդդիմադիր դաշտում, ընդդիմադիր տեխնատուների միջև ոչ մի լարվածություն չկա, ոչ մի նմանատիպ բան չկա, այն ինչ որ Գյումրիում լարվածություն եղավ ու կա ու շարունակվում է, դա միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից է։ Վարդան Ղուկասյանի առաջարկի վերաբերյալ Այդ մասին ես հստակ արդեն պատասխանել եմ, մի քանի ժամ մնաց, ընտրությունները կավարտվի, տեսնենք ով ինչքան քվեք ստանա, ինչքան ավագանու անդամներ կունենա, ըստ այդմ Ես մնացած ձեր ենթատեքստը ճիշտ եմ հասկացել Վարդան Ղուկասյանը ձեռնտու տեխնատու է իշխանության համար։ Ես չեմ ասում համապատասխանել այդ ձեռնտու իշխանության համար այո։ Իշխանության համար այո, բայց դա չի նշանակում, որ ես Վարդան Ղուկասյանին մեղադրել եմ ինչ-որ բանում։ Ես այդ մասին ասել եմ, որ ինքը, այսինքն ես ասել եմ, որ ինքը իմ ասածը լավ չի հասկացել, պիտի մի հատ էլ լսի իմ ասածը։ Կոնսոլիդացիական դիմության, հա, քննարկումներ եղել են 3 առաջին օրը մամուլը գրում։ Հերախսմիչներ չեղել են։ Ընդդիմության տեխնազուները նորմալ հարաբերությունների մեջ են, դուք տեսաք իմ հոր եւ որդու ձերբակալության ժամանակ բոլորը, գրեթե բոլորը, բացառությամբ մի քանիսի զանգել են, եկել են, հանդիպել են մեզ, այնպես որ նորմալ հարաբերությունները ես չեմ կարծում, որ այդ նեղբային մենք կարող էինք համախմբվել, կարող էինք մեկս մյուսի Կարեմ ձեր նախավերջին հարցազրույցներից մեկում դուք ասել եք կոալիցիայի դուք վստահ եք որ հասել եք եւ կոալիցիա չի։ Սա նշանակում է որ դուք շատ վստահ եք որ առաջին տեղում դուք եք լինելու, թե դուք բացառում եք կոալիցիան, թե դուք բացառում եք ձեր փոխքաղաքապետ լինելու հանգամանքը, թե դուք պատրաստ չեք ընդդիմադիր դաշտի մյուսների հետ համագործակցության, այդ թվում Վարդան Ղուկասյանի։ Եվ մի հարց էլ, եթե այդուհանդերձ միայն կոալիցիան դուք ավականու կարգավիճակ կստանձնեք կամ փոխքաղաքապետի թե ոչ։ Բայց դուք նկատառանի հետ կարծես կա այդ։ Ուրեմն ես նմանատիպ բան չեմ ասել, որ չեմ համագործակցելու ոչ մեկի հետ, ես ընդամենը ասել եմ կոալիցիա կազմելու, հաստատող ստորագրելու հետ կապված եմ ես ասել, որ կոալիցիա կազմելու կողմ չեմ, իսկ համագործակցությանը իհարկե միանշանակ կողմ ենք, ոնց կարող ենք կողմ չլինենք։ Բա որ 50+ չկարողացանք հավաքենք, ոնց ենք քաղաքապետի պաշտոնը վերցնելու։ Այն որ ԿՊ-ն քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է այսօր գյումրեցիները կհաստատեն այդ մասին, իսկ ընդդիմադիրները ես կարծում եմ, որ մենք այդ հարցի շուրջ համաձայնության կգանք ու այնպես կանենք, որ Գյումրիում ԿՊ-ն իշխանություն չի լինի։ Ի վերջո դուք Ես պարզ այդ մասին ասել եմ։ մի հստակություն էլ էլի ի վերջո Վարդան Ղուկասյանի հետ դուք այս ընթացքում երբ արդեն վստահ եք առաջադրվում եք ունեցել եք ուղիղ տետատետ շփումներ Ոչ, երբևիցե չի եղել ու արդեն 2000 երևի 7-6 թվից ոչ մի ձևի, ոչ մի կարգի կոնտակտ չի եղել։ Բայց դուք ինձ հետ հարցազրույցում, պարոն Գրիգորյան, ասում եք, որ ձեր Ում մասին է խոսքը, ինչ ընկեր, ով ում ինչ արի, ես պատասխան։ Դուք ինձ հետ հարցազրույցում ասում եք, պարոն Գրիգորյան, որ ձեր եւ Վարդան Ղուկասյանի հարաբերությունները հարթված են, որևէ կոնֆլիկտ չկա ձեր մեջ, ամեն ինչ հարթվել է, գնացել է, փաստորեն այնքան էլ այդպես չէ։ Ես ասել եմ, որ անձնական հարաբերությունները պետության, պետականության հետ կապված հարցերում պիտի չկարողանա տեղ խաղալ։ Իսկ իմ անձնական հարցերն է, ես իմ անձնական հարցերը հրապարակային նամանավանդ լրատվամիջոցների առաջ չեմ պատրաստվում իմ անձնական հարցերը բարձրացնել։ Մեկ մտավախություն, որ ճնշումները կշարունակվեն։ Հաղթողը կձերբակալվի հենց հաջորդ օրը պրակտիկայի կամ ժանրի կանոններ։ Չէ, մի վարյան հասկանամ էլի, որ մեկի պատասխանել, որ Չեք վախենալու որ հաղթելու պարագայում կձերբակալվեք այստեղից իրական։ Ուրեմն բացարձակապես այդ առումով վախենալու բան չունեմ, քանի որ ես ասեցի ու այդ իմ հայտարարությունը հենց վերաբերվում էր դրան, որ եթե ինձ
փորձեն տեխնազոյի, որը ճիշտ չէր հասկացել իմ ասածը, դրանով պայմանավորված ես ասեցի, եթե բան լինի, իմ հետ կապված պիտի հորինեն։ Ու իմ հայտարարության երկրորդ օրը իմ հետ կապված այդ բանը, որ ասել էի, հորինեցին այդ Շիբինի պատմությունը, որը ծիծաղելի է, բոլոր լրատվամիջոցներն էլ հասկանում եք, որ ընտրություն նախ քարոզարշավի 2 օրեր մնացել ու ես բավականին լուրջ խոշոր հզոր հանդիպումներ ունեի անելու գյումրեցիների հետ, առավոտ կանուխ, իմ հայտարարության հաջորդ օր առավոտ կանուխ ձերբակալում են հորս, տղայիս եւ թիմագիցներից բոլորին բերման ենթարկելով, գրասենյակները փակելով, խառնաշփոթ ստեղծելով, դրա արդյունքում ես 2 օր քարոշչական լուրջ հանդիպումներ կորցրեցի ու Բայց դուք հենց դրա արդյունքում համաձայն դե հիմա ես այդտեղ մեղավոր եմ, ֆոլովերները մեղավոր եմ, ես այդտեղ մեղավոր եմ, դե իշխանությունը նույն իշխանությունը պիտի իր քայլերը ճիշտ հաշվարկի, պիտի հասկանա, ես այնտեղ էլ ասեցի, որ ինչ անեք դա օգտագործվելու է ձեր դեմ, ինչ փորձեք մեր դեմ անեք, նույն տեքստիլի ակումբում իմ ելույթի ժամանակ հստակ ասեցի, ինչ անեք, այդ ամեն ինչը օգտագործվելու է ձեր դեմ։ Գրիգորյան ԿՊԱ-ականները սկրիններ էին արել ու տարածում էին, որ ձեր քարոզչական նյութերի տակ Առնովի հնդիկներ, այլազգիներ, լայքեր եւ էմոջիներ են դրել, ասում են, որ դուք առել եք այդ լայքերը այդպես։ Այդ էլ 58 թաղամասում, անի թաղամասում, երբ որ ելույթի ժամանակ ես բարձրաձայնեցի այդ մասին, միանգամից այդ ձեր ասած այլ ազգիները իմ էջից վերացան, բայց չնայած իրանք իրանց ծեվ գործը արեցին, բոլոր էջերը մեր վնասեցին, հարձակման ենթարկվեց եւ մենք այս քարոզչության ընթացքում չկարողացանք ոչ գովազդ միացնել, այդ քաղաքական գովազդը իրենք վնասեցին իմ բոլոր էջերը այդ ֆեյքերով։ Այդ էլ հասկանալի է, յուրաքանչյուր մարդ կարող է $50 տալ, առնել յուրաքանչյուրի Facebook-յան էջի վրա միացնեն եւ առավոտ ելնեք, որ ձեր էջի վրա հարձակվել են այլ ազգիները եւ ձեզ լայքում են կամ ձեզ դիզլայք են անում։ Ովքեր են ֆավորի տեխնազուները ձեր կարծիքով այսօրվա դրությամբ։ Ֆավորի տեխնազուները բոլորս են։ Բայց դուք ասում եք կրելու են, բավականին պատասխանատու հայտարարություն է, երբ որ ասում են Բավականին պատասխանատու հայտարարություն արել եմ, ես այդ ամեն ինչը ինչ որ ասել եմ, ես ինձանից չեմ հանել, դուք տեսել եք ինձ ընդունելությունը թաղերում, դուք տեսել եք Փաշինյանը չէին ընդունում, բայց Դե ես ինչ անեմ, հիմա մի քանի ժամ է մնացել։ Հիմա մի քանի ժամ է մնացել։ Դե հիմա դրա համար էլ ասում ենք, այնպես անենք որ Գյումրիում դրա համար իմ կարծիքով պետք չէ ինձ մեղադրել, որ ես նախապես զգուշացրել եմ հանուն համերաշխ, հանուն բարեկար, հանուն համախմբված Գյումրի եմ քվեարկել, որպեսզի Գյումրին համախմբված լինի եւ գյումրեցիները կարողանան ընտրել այնպիսի քաղաքապետ, ով որ իրականում կանգնած է գյումրեցիների կողքին եւ ում որ իր քաղաքական թիմը չի կարող վնասել ու չի կարող հանել գյումրեցիների ոնց որ ընտրվելու դեպքում ով էլ հաղթի, ես շնորհավորելու եմ, որովհետև մենք փորձելու ենք ամեն ինչ անենք, որ արտար ընտրություն լինի, իսկ հաղթելու պարագայում իհարկե ես միշտ էլ պատրաստ եմ եղել շնորհավորելու։ Եթե գյումրեցիները այսքան բանից հետո պիտի գնան ընտրեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, այս ամեն ինչը տեսնելով, թե ինչ է կատարվում Գյումրիում, ինչպես են վարվում Գյումրիում տեխնազուների հետ, գյումրեցիների ընտրած մարդկանց հետ, ուրեմն ես ինչ անեմ, եթե գյումրեցիները գնում են ընտրեն։ Իմ քաղաքի ժողովուրդը եթե գնա ընտրի, ասա։ Նիկոլ Փաշինյանը Թալանի հետ վերադարձի տրամապատկերներ։ Դա ինձ հետ բացարձակ կապ չունի, Թալանի հետ կապված ես ասել եմ հասարատերը ես չեմ, քանի որ դրա հասարատերը ես չեմ, ես ոչ նախկինում քաղաքապետ եմ եղել, ոչ մարզպետ եմ եղել, ես թող կառավարությունը գնա այդ Թալանների մասին իրենք գնան վերադարձնեն, ես որպես քաղաքապետ ինչ Թալան պիտի վերադարձնեմ։ Գալուս ճանապարհը լրիվ քարուքանդ է։
Բոլոր տեղերն է քարուքանդ է, քաղաքացիական պայմանագիրը 7 տարի իշխանության է, կենտրոնական իշխանությունը իրենցն է, կոալիցիոն կառավարում էին Գյումրին, այդ ընթացքում իրենք կարող էին այս ամբողջ փողոցները, տնակները, ինչ խնդրեմ որ ուներ Գյումրին վերացնեն, քանի որ 7 միլիարդով պետական բյուջեն ավելացել է ու Գյումրիում տնակներն ու այս խնդիրները մնացել են ժողովրդին։ Հիմա գալու են նոր հիշել են, որ իրենք իշխանություն են ու գալու են, որ Գյումրին կառուցեն։ Մենք կառուցենք Գյումրին կառավարության պետության գումարներով։ Չեմ ուզում այդ մասին խոսել ժողովրդյան լրատվական ես չեմ ուզում այդ մասին խոսել, չեմ ուզում այդ անձնական խոսակցությունների մասին չեմ ուզում խոսել։ Այո, ճանաչել եմ նորմալով, ճանաչել եմ որպես նորմալ մարդ։ Բայց քաղաքացիական պայմանագիրը, ճիշտ ասած, այդ կարգի շփում չեմ ունեցել, որ կլինեմ ինքը այն ժամանակ էր Արցախ խաղատում, թե ԿՊ մտնելուց հետո նոր սկսեց Արցախը ու արցախցիներին ադել։ Դե հասկանալի է, ես երբևիցե ինձ թույլ չեմ տվել ոչ մի ուժի հետ համագործակցության արդյունքում ես ինձ թույլ տամ այնպիսի բան, ինչ որ հաճելի է տվյալ քաղաքական ուժին։ Ես ինձ թույլ եմ տալու այնպիսի բաներ, որը հաճելի է ու ընդունել է գյումրեցիների կողմից։ Քաղաքական ուժերը կկանել կգնան, բայց մենք քաղաքում մնալու ենք որպես քաղաքի մարդ, քաղաքի տղա, որպես պատգամավոր, որպես